տեսել եք, չէ, այսօր կադրեր են հրապարակել, ասում են մայիսի 28-ին զորահանդես են անում։ Երևի այլևից թույլտվություն են խնդրել, այս 5 տարվա մեջ առաջին անգամ հասկանում են, որ ժողովուրդը ամենաշատը անվտանգության կարիք ունի, չեն կարողանում բացատրել այդ 8 միլիարդը, որ ավելացրել են պետական պարտքին, ինչ են արել, ասում են դե ամսի 28-ին զորահանդես կանենք, ցույց կտանք մեր գնած զենքերը, մի քիչ էլ բան կանենք, դրական իմիջ կստեղծենք, կասենք, որ անվտանգություն ենք ապահովում։ Ժողովուրդ ջան, նախ խաբում են, այդ 8 միլիարդով իրանք զենք չեն առել, անգամ պաշտոնական թվերը, որ նայում ես, 1/3-ն էլ չի կազմում ու միջև հիմա չեն կարողանում պատասխանել այդ 8 միլիարդը վերջը ինչ են արել։ 8 միլիարդով Հայաստանում հնարավոր էր թրիփեր կառուցել, հնարավոր էր քաղաքներ կառուցել, ատոմակայաններ կառուցել, այս Դիլիջանի թունելը որ կա, չգիտեմ, պարոն նախագահ գուցե ասի հաշվարկներով, քանի հատ տենց թունել էր հնարավոր կառուցել, որից ոչ մեկը չի կառուցվել։ Բայց ամենակարևորը, հիշում եք, ձեզ 2018-ին էլ սուերը ցույց տվեցին, շատ տպավորիչ էր, այդ սուերը մեր երկնքում ամենատպավորիչ կադրերից մեկն էր, բայց ինչ պարզվեց, դա մեր պատմության, երևի մարդկության պատմության էլ ամենաթանկարժեք սելֆին էր, այդքան գումար տվել էին, որ սելֆի անեն այդ ինքնաթիռների ֆոնին, այդ ինքնաթիռները մեզ անվտանգության հարցում օգնեցին,